Հայաստանի նոր կենսաչափական անձնագիրը կլինի կարմիր գույնի, անձնագրերը կունենան բարձր մակարդակի պաշտպանական մեխանիզմներ, ներառյալ անվտանգային բաղադրիչներ, այդ թվում ուլտրամանուշակագույն շերտեր։ Նիկոլ Փաշինյանը ներքին գործերի նախարարի հետ քննարկել է կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի նոր համակարգի ներդրումը։ Գործընթացը ավարտական փուլում է եւ նոր փաստաթուղթը քաղաքացիներին հասանելի կլինի 2026-ի աշնանը։ Ի դեպ նոր անձնագրերում ներառված կլինեն նաեւ հայկական ինքնությունն արտացոլող խորհրդանիշներ, պատմամշակութային պատկերներով եւ ազգային արժեքներով։ Իհարկե առաջին փոփոխությունը գույնի փոփոխությունն է։ Իհարկե մենք մեր դրոշի վրա 3 գույն ունենք՝ կարմիր, կապույտ եւ ծիրանագույն, եւ մենք որոշել ենք նաեւ որպեսզի կենսաչափական անձնագիրը կարմիր երանգ ունենա, որը նաև մեր ուսումնասիրությամբ միջազգայինորեն ամենաշատ տարածված երանգներից է, սկզբունքորեն կարմիր կապույտը ամենատարածվածներն են, հաջորդիվ Հայաստանի Հանրապետության զինանշանը եւ որոշակի տեքստային ինֆորմացիա, այստեղ ամենակարևորը, որ մեր երկրի ուրվագծային քարտեզն է։ Բաքուն հաստատել է, որ քանդել է Ստեփանակերտի Մայր տաճարն ու Սուրբ Հակոբ եկեղեցին։ Կովկասի մահմեդականների վարչությունը պատասխանել է Մայրաթորի օրեր առաջ տարածած հաղորդագրությունը, որում խստորեն դատապարտում են Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող Արցախի հոգևոր եւ մշակութային ժառանգության հետևողական ոչնչացումը։ Բաքուն հայտարարել է, թե իբր այս երկու եկեղեցիները օկուպացիայի խորհրդանիշներն էին։ Ըստ տարածած հաղորդագրության, իբր Ստեփանակերտ վերադարձածներն են վերջին ամիսներին դիմել պետական մարմիններին եւ տեղական դատարաններին քանդելու բոլոր այն կառույցները, որոնք այդ տարածքներում չեն եղել մինչև իրենց ձևակերպմամբ օկուպացիան։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին տեղափոխել են Ումբակի բանտային համալիր։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Միեդում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուր Սահակյանը։ Նրա խոսքով այդ հաստատություն են տեղափոխվել նաև այլ հայ գերիներ։ Պահման պայմանների մասին ոչինչ հայտնի չէ։ Թափանցիկություն չկա, միջազգային իրավունքի նորմերով սահմանված երաշխիքները խախտվում են։ Մասնավորապես նախապես ընտանիքի անդամներին չեն հայտնել, թե որտեղ եւ երբ են տեղափոխվում ու ինչ ռեժիմի զանգերի միջոցով ինչ փոփոխություններ են լինելու։ Չկա հավաստի տեղեկություն նրանց առողջության բժշկական օգնության հասանելիության տարրական կենսապայմանների մասին, ասել է իրավապաշտպանը։ Մի շարք լրատվամիջոցներում տարածվել է տեղեկատվություն, թե իբր սահմանազատման գործընթացի շրջանակներում ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի Հայաստանը փոխանցելու է Ալավերդի խոշորացված համայնքի Ջիլիզա գյուղը։ Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հերքել է լրատվամիջոցներում տարածված այս տեղեկությունները։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի որևէ հատվածի, որևէ այլ երկրի փոխանցելու մտադրության, ծրագրի կամ պայմանավորվածության մասին որևէ հայտարարություն, միտք կամ տեղեկատվություն չի կարող համապատասխանել իրականությանը ի բնե։ Սառեցված թե սպասողական վիճակ Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում։ Քաղաքագիտական եւ փորձագիտական համայնքը այսպես է ձևակերպում. հայկական եւ ադրբեջանական կողմում կա ընկալում, որ նախընտրական շրջանում պետք է պահպանել դրական ազդակների փոխանակումը, ինչը ոչ թե բանակցություններին է վերաբերում, այլ ընդամենը իշխանությունների միջև սիմվոլիկ պայմանավորվածության արդյունք է։ Այն հետընտրական շրջանում հնարավորություն կտա կազմակերպել բանակցություններ։ Բնականաբար բանակցությունները հատկապես Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ըստ էության Վաշինգտոնի ուղիղ, այսպես ասենք, մասնակցությամբ է սկսվել, նկատի ունեմ այս փուլը։ Իսկ այս փուլում բնականաբար Վաշինգտոնի համար կան այլ առաջնահերթություններ եւ այս ամենը կարծեք թե ստիպում են, որպեսզի հայ-ադրբեջանական հարաբերությունները այս պահին երկրորդվեն։ Մերձավոր Արևելքում լարվածության պահպանումը դրանով պայմանավորված նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների երկրորդումը նաև նպաստում է, որպեսզի Հայաստանում նախընտրական շրջանը սահուն անցնի։ Հայաստանի իշխանությունների համար ըստ վերլուծաբաների այս իրավիճակը ձեռնտու է։ Նոր անակնկալների մատուցման խնդիր չկա ժողովրդին, որպեսզի որոշակի պրոցեսներ գեներացվեն ընտրությունների նախօրեին։ Հետևաբար կարծում եմ այս փուլում բանակցությունների պայմանական դադարեցումը բխում է թե ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակից եւ թե ներքաղաքական իրավիճակից։
Իրանական ճակատում Վաշինգտոնի համար ամեն ինչ պարզ չէ եւ հակամարտությունը առնվազն գոնե սառեցված չէ։ Վաշինգտոնի համար խնդիրները բավականին շատ են լինելու։ Հետևաբար Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ընթացքը, եթե Թրամփի վարչակազմը չօգտագործի սեփական հաջողությունները ցույց տալու համար, ապա այլ պարագայում էլ քաղաքական եւ բանակցային իմաստով այն առաջնահերթություն չի լինելու։ Սա նաեւ վերաբերում է Սյունիքով Թուրքիան Ադրբեջանին կապող թրիփին։ Այստեղ եւս մենք տեսնելու ենք առնվազն սառեցում իրավիճակի, քանի դեռ իրանական ճակատում Միացյալ Նահանգների համար ամեն ինչ պարզ չէ եւ որոշակի ստատուս քվո հաստատված չէ։ Այս փուլում ըստ վերլուծաբանների նաև իրատեսական չէ Ռուսաստանի ակտիվությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման առումով։ Այն ըստ փորձագետների անընդունելի է նաև Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների համար։ Նրանք չեն ասում Հայաստանում տանկերով չենք հարձակվելու, որովհետև խաղաղություն է։ Նրանք ասում են մենք տանկերով չենք մտնելու, որովհետև կարող ենք մեքենաներով մտնել։ Տարբերություն կա այստեղ։ Եթե նրանք իրենց արժեն դրած խնդիրները կարծում են, որ կարող են լուծել բանակցությունների միջոցով, ինքու պիտի դա անեն պատերազմի միջոցով։ Տարածաշրջանում կարելի ասել Իրանը պահպանում է դոմինանտությունը կամ այն կիսում է Թուրքիայի հետ։ Այս պարագայում ըստ փորձագետների քիչ իրատեսական է, որ Ադրբեջանը կամ Թուրքիան որոշեն ռազմական գործողությունների միջոցով ճանապարհ վերցնել Հայաստանից։ Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Լարսի անցակետում կուտակումների պատճառով հեղուկ գազի մատակարարումները Հայաստան ժամանակավորապես խաթարվել են, սակայն դեֆիցիտ չկա։ Առանձին լցակայաններում կարող են լինել ուշացումներ, մինչդեռ կառավարությունը ներմուծողների հետ աշխատում է իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։ Պաշտոնյաները նշում են, որ շուկան վերահսկվում է, իսկ քաղաքացիներին հորդորում են խոճապային գնումներ չանել եւ հետեւել պաշտոնական տեղեկություններին։ Օրենքի համաձայն քվեարկության օրվանից 40 օր առաջ հրապարակել են ազգային ժողովի հերթական ընտրությունների ընտրողների նախնական ցուցակները ըստ ընտրական տեղամասերի։ Դրանց կարելի է ծանոթանալ ներքին գործերի նախարարության elections.gov.am հարթակում։ Որոնման համակարգում ընտրողը կարող է մուտքագրել իր անունը եւ ազգանունը գտնելու համար այն ընտրական տեղամասը, որտեղ պետք է կատարի քվեարկությունը։ Ավելի ճշգրիտ արդյունք ստանալու համար հնարավոր է լրացնել նաեւ ծննդյան օրը, ամսաթիվը եւ տարեթիվը։ Հարթակում ներբեռնման հնարավորությամբ հասանելի են նաև ընտրողների նախնական ցուցակները։ Միաժամանակ կուսակցությունների դաշինքները կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրացուցակների գրանցումից հետո 5 օրվա ընթացքում պարտավոր են նախընտրական հիմնադրամ բացել։ Հանձնաժողովը հիշեցնում է, նշելով, որ կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցություններն առանձին նախընտրական հիմնադրամ ձևավորելու իրավունք չունեն։ Բացառությամբ ворթեգրության քաղաքացիական կացության News 6 գրանցումը կատարող մարմինը թվայնացրել է ծառայությունները։ Երեխայի ծնունդը օրինակ գրանցվում է Արմետ համակարգից ստացված տվյալներով եւ ծնողներից մեկի էլեկտրոնային ստորագրությամբ։ Խիստ նույնականացման պահանջը խիստ կարևոր հարցի հետ առնչություն ունենալով է պայմանավորված։ Պարզաբանում են պատասխանատուները։ Ինչ վերաբերում է ворթեգրության գործընթացը չթվայնացնելուն, ապա այստեղ որոշ բարդություններ կան, հենց նաեւ տեխնիկական իմաստով։ Դատարանի որոշումը էլեկտրոնային հարթակներում հասանելի չէ, հետևապես գաղտնիությունը թույլ չի տալիս այն էլեկտրոնային տարբերակով իրականացնել։ Հերթերը կառավարելու տեսանկյունից իհարկե բավական արդյունավետ է, քանի որ այլևս քաղաքացիները այլ ծառայությունները, որոնք պիտի ստանան հենց ՔԿԱԿ սպասարկման կենտրոնում, չեն դիմելու ՔԿԱԿ կենտրոններ, այլ էլեկտրոնային եղանակով են ներկայացնելու։ Օրինակ բավական թվաքանակի աճ ունենք կրկնօրինակ վկայականների ստացման դիմումատուների տեսանկյունից, որը հնարավորություն է տալիս նաև քաղաքացիներին դիմել նաև գտնվելով օտարերկրյա պետությունում, այսինքն եթե քաղաքացին գտնվում է օտարերկրյա պետությունում, այլևս անհրաժեշտություն չունի որևէ մեկին լիազորել կամ ինքը հենց անցանց ներկայանալ ՔԿԱԿ սպասարկման կենտրոն։ Աշակերտական ինքնավարության արդյունավետության բարձրացման նպատակով կրթության ոլորտում տեղի կունենան փոփոխություններ։ ԿԳՄՍ նախարարության առաջարկած նոր նախագծով աշակերտական խորհուրդները կձևավորվեն ոչ թե սեպտեմբերին, այլ մայիսին, ինչպես նաև կսահմանափակվի դպրոցի տնօրենի իրավասությունը ժողով հրավիրելու հարցում, որը ըստ հեղինակների նպաստելու է խորհրդի անկախությանը։ Փորձնական կիրառումը եղել է 3 դպրոցում։ Մասնագետները դրական են գնահատում խորհրդի անկախության ամրապնդումը, սակայն ժամկետների առումով կարևորում են ռիսկերի գնահատումը գործընթացը ձևական չդարձնելու համար։
Ոչ թե պետք է բոլոր դպրոցներում նույն ժամանակ լինի այդ ընտրություններ, նոր խորհրդի ձևավորում, այլ պետք է այնպես անել, որ երբ լիազորությունների ժամկետը ավարտվում է, այն ժամանակ ձևավորվում է նոր խորհուրդը։ Մայիսին ձևավորվեց ու բոլոր աշակերտները գնալու են արձակուրդ։ Եվ այդ միասնականություն, թիմային աշխատանք, մնացած բաները չես կարող ապահովել։ Հետո գալու են իրարից խորհրդացած այդ աշակերտները։ Եվ նորից էլի ժամանակ է պահանջվելու, որպեսզի նորից այդ թիմային մթնոլորտը ձևավորվի, ծրագրերի կազման հարցերը սկսեն ձևավորել, իրականացնել։ Ծննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնել է, որ ռուսական մամուլում տարածված տեղեկությունների վերաբերյալ ջերմուկ հանքային ջրի որոշ խմբաքանակների հնարավոր արգելափակման մասին Հայաստանի պատկան մարմինները Ռուսաստանի համապատասխան կառույցներից պաշտոնական որևէ հաղորդագրություն չեն ստացել։ Ըստ հրապարակումների խոսքը ջերմուկ գրուպ փակbaşնետիրական ընկերության 2026-ի փետրվարի 17-ին եւ մարտի 5-ին արտադրված խմբաքանակների իրացման կասեցման մասին է Ռոսպոտրեբնadzorի կողմից արձանագրված խախտումների հիմքով։ Սակայն հայկական կողմը նշում է, որ նման տեղեկություն պաշտոնապես չի հաստատվել։ Տեսչական մարմինը ներկայումս ձեռնարկում է քայլեր իրավիճակը պարզելու ուղղությամբ եւ արդյունքները կհրապարակվեն լրացուցիչ։ Դոնալդ Թրամփը դժգոհ է երկամսյա պատերազմի կարգավորման վերաբերյալ իրանական վերջին առաջարկից։ Ըստ այդ առաջարկի նախատեսվում է մի կողմ դնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ քննարկումները, մինչև պատերազմի ավարտը եւ ծոցից նավագնացության հետ կապված վեճերի լուծումը։ Սպիտակ տան խոսնակը ասել է, որ Միացյալ Նահանգները չի բանակցի մամուլի միջոցով եւ հստակ է եղել իր կարմիր գծերի հարցում, քանի որ Թրամփի վարչակազմը ձգտում է ավարտել փետրվարին Իսրայելի հետ միասին Իրանի դեմ սկսած պատերազմը։ Մերձավոր Արևելքում լարվածության ֆոնին Ամերիկա-Իրան սառեցրած կոնֆլիկտային իրավիճակում Ռուսաստանի եւ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների միջև բանակցային գործընթացներ են տեղի ունենում։ Ռուսաստանի նախագահ Պուտինը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։ Ըստ վերլուծաբաների Ռուսաստանը շարունակում է իր միջնորդությունն առաջարկել աջակցելու Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև ստեղծված հակամարտության հանգուցալուծմանը դիվանագիտական ճանապարհով։ Փորձագետների կանխատեսումների համաձայն քիչ հավանական է, որ Ամերիկայի եւ Իրանի միջև կրկին մեծ մասշտաբների պատերազմ տեղի կունենա։ Իրանական կողմը այդ առումով շահագրգռված չէ, Միացյալ Նահանգներն էլ չի կարողանում իր առջև դրված խնդիրները լուծել։ Ամենահավանական տարբերակը ըստ վերլուծաբանների կանխատեսումների ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակի անորոշ ժամկետով պահպանումն է։ Ես կարծում եմ, որ այստեղ նախ պոտենցիալ չոզը Ռուսաստանի ներգրավելու խնդիր է կա բանակցությունների մեջ։ Երկրորդը իհարկե բացամնում, որտեղ բաց իմաստով որ մենք տեղեկատվություն չունենք, էլի օբյեկտիվ, բայց ես կարծում եմ, ինչ որ դա քննարկվել է պոտենցիալ Իրանին աջակցության հարցը, նաև ռազմական ոլորտում։ Հաշվի առնելով, որ ԱՄՆ-ի դերն էլ հիմա Ռուսաստանի համար փոխվել է մի քիչ, որտեղ ԱՄՆ-ի նշանակությունը հիմա ռուսական կոնտեքստում այնքանով մեծ է, որ ԱՄՆ-ն օգնում է լուծել ուկրաինական խնդիրը, այսինքն բանակցություններին աջակցում է։ Բայց քանի որ այդ բանակցությունները փաստացի փակուղի մեջ են հիմա գտնվում, այդտեղ չի բացառում, որ ռուսական կողմը նաև գնա ինչ-որ աջակցության Իրանին շատ ավելի կոնկրետ է, քան ուղղակի հայտարարություններ։ Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի դեպքում Ուկրաինան թերևս ստիպված կլինի ընդունել իր տարածքի որոշ հատվածների Կիևի վերահսկողությունից դուրս մնալու մտքի հետ։ Ֆրիդրիխ Մերցը Գերմանիայի կանցլերն է հայտարարել այս մասին հնարավոր զիջումները պայմանավորելով Ուկրաինայի Եվրամիությանն անդամակցելու հեռանկարով։ Ուկրաինան այս պահին Եվրամիության անդամի պաշտոնական տեխնացուի կարգավիճակ ունի, սակայն քանի դեռ երկիրը պատերազմական վիճակում է, Եվրամիությանը միանալու գաղափարը իրատեսական չէ, հայտնել է Մերցը։ Ինչ որ պահի հնարավոր է Ուկրաինայի տարածքի մի մասն այլևս ուկրաինական չլինի, դրա համար նախագահ Զելենսկին պետք է ստանա ժողովրդի մեծամասնության համաձայնությունը, ցույց տալով նրանց, որ ճանապարհ է բացում դեպի Եվրոպա։ Ուկրաինան եվրոպական երկիր է, այդ պատճառով մենք պետք է բաց լինենք նոր անդամների համար։ Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայի մոտակայքում տեղի ունեցել 2 գնացքի եւ 1 տաքսիի մասնակցության վթար, 14 մարդ է զոհվել, 84-ը վիրավորվել, պարզվել է, որ մերձքաղաքային գնացքը նաեւ բախվել է ռելսերի վրա գտնվող տաքսիին, ապա բախվել հեռահար գնացքին։ Վթարի հիմնական մասը կրել է միայն կանանց համար նախատեսված վագոնը, հետեւաբար բոլոր զոհերը կանայք են եւ մեծ մասը մնացել են կոտրված մետաղի տակ։ Հարավային Սուդանում կործանվել է ուղևորատար ինքնաթիռ, ինչի հետևանքով զոհվել է 14 մարդ, անձնակազմի հետ կապը կորել է թռիչքից մոտ 30 րոպե անց։ Նախնական եզրակացությունները մատնանշում են, որ աղետի պատճառ կարող է դառնալ եղանակային անբարենպաստ պայմանները, մասնավորապես տեսանելիության ցածր մակարդակը։
Արինբերդի հանրահայտ քարուքանդ ու փոս առաջ ճանապարհն է, այստեղով ամեն օր երթևեկելը իսկական արկածախնդրություն է։ Փոսերն այնքան շատ են, որ վարորդները նույնիսկ չեն կողմնորոշվում, որն է ավելի մեծ ու վտանգավոր եւ որը սկզբում շրջանցեն։ Այնքան շատ է փոսը, որից փախցնես։ Հաճախ են հանդիպակաց դուրս գալիս, բայց անգամ դա չի օգնում, որ մեքենաներն անվնաս մնան։ Չոր եղանակին փոշին է օդ բարձրանում, անձրևներին անտանելի մեծ ջրափոսեր են գոյանում։ Այնա նույնիսկ ձեր բերած ավտոբուսը գոնե խղճացեք։ Ձեր ջան շուտ պետք է գայի նկարեին խայտ առաքությունը այս 4 տարի այս վիճակ։ Բազմից են խնդրի մասին բարձրաձայնել վարորդներն ու քաղաքացիները մի քանի անգամ այսօր լրատվականն ու Շամշյանքոմն են անդրադարձել, ներկայացրել թե ինչ բարձի թողի վիճակ է այդտեղ։ Պատասխանատուներն էլ ամենատարբեր մակարդակներով հաճախ հայտարարել են, որ խնդիրն իրենց ուշադրության կենտրոնում է։ Ապա խրամատները չես իմանում որ փոսից փախցնես։ Ստեղ էլ փոսեր չեն, ոնց որ մեղվի փեթակներ լինեն։ Մեղվի փեթակներ է։ Որոշ ժամանակ առաջ էլ վարչապետի աշխատակազմի ղեկավարն էր խոսել խնդրի մասին, ասել, որ ճանապարհը հիմնովին նորոգելու համար կառավարությունը 1 միլիարդ դրամ է հատկացրել, սակայն այդ շին աշխատանքներն այդպես էլ չեն մեկնարկում, իսկ վարորդները զայրացած են, հայտարարում են, եթե կարճ ժամանակում դրանք չսկսվեն, բողոքի զանգված էին ակցիաներ են իրականացնելու։ Ապրիլի 27-ին 34-ամյա քաղաքացին Տեսլայով Երևան-Սևան-Իջևան ճանապարհին Դիլիջանի 4-րդ ոլորանում կիսակողաշրջված հայտնվել է ձորում բախվել ծառին։ Իդեպ, եթե Տեսլան չբախվեր ծառին, մի քանի պտույտ շրջվելու էր ու հայտնվեր մյուս ոլորանում։ Մեքենան արդեն վերամբարձկորունգը բարձրացրեց։ Ժամանել են ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները, փրկարար ծառայության Դիլիջանի շրջփրկարարական ջոկատի փրկարարները։ Վարորդը եղել է սթափ։ Ապրիլի 25-ին Աճարյան փողոցում բախվել էին 35-ամյա Գեգամ Խաչատրյանի BMW X5-ը, 36-ամյա Անդրանիկ Պողոսյանի Տեսլան ու 75-ամյա Ազատ Գրիգորյանի Տոյոտան։ Ազատ Գրիգորյանին Երևանի շտապօգնության բժիշկները առաջին բուժօգնություն էին ցուցաբերել, հետո տեղափոխել Սուրբ Գրիգոր լուսավորիչ բժշկական կենտրոն, սակայն վերջինը գիտակցության չգալով մահացել է։